Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի ապրիլի վերջին Հայաստան կատարած այցից մի քանի շաբաթ անց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Իդրավթ հարթակում տեղադրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատմանն առնչվող փաստաթղթեր։ Դրանք լոկ ուղեցույցներ են, որոնք սահմանում են փաստաթղթեր ձևակերպման, հրապարակման, քարտեզի ստեղծման եւ սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգը։ Նմանատիպ կարգեր բազմաթիվ են լինելու այս process-ում եւ այդ կարգերը ինչքան որ հստակ եւ ինչքան մինչեւ աշխատանքների սկսելը հաստատվեն, այդքան սահմանազատման process-ում տարընթերցումները եւ կոնֆլիկտների հնարավորությունները պակասելու են։ Նախքան կառավարության կամ վարչապետի հաստատմանը ներկայացնելը նախագծերը տեղադրվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման համար։ Ըստ քարտեզագիրների փաստաթղթերը տեխնիկական են, բայց շատ կարևոր նշանակություն ունեն հետագայում սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների ինստիտուցիոնալ ու կանոնակարգված աշխատանքների իրականացման համար։ Այդ փաստաթղթերը առաջիկայում ներպետական ընթացակարգերով պետք է հաստատվեն։ Ուղեցույցներում նշված են գեոդեզիական աշխատանքները, կոորդինատների որոշումը եւ տեղագրական քարտեզների ստեղծումը։ Սա ըստ մասնագետների նշանակում է, որ սահմանը պետք է գծվի տեղում աշխատող փորձագետների տեխնիկական չափումներով։ Ուղեցույցերում, սակայն հողում չի արվում կոնկրետ տարեթվի քարտեզի ներկայացված նախագծերում տեխնիկական մանրամասներ չկան, ինչը փորձագետների գնահատմամբ անորոշություն է առաջացնում։ Պաշտոնական տեղեկատվություն հասանելի չի թե կոնկրետ որ քարտեզներ են ընտրվել։ Մասնագիտական գնահատականով կարծում եմ, որ քարտեզների կոնկրետ որ քարտեզով պետք է իրականացվի սահմանազատումը իրանից գաղտնիություն չի ներկայացնում, քանի որ եթե ընտրվել են մի քարտեզ, որը երկու կողմերում էլ պահպանվում է, կարծում եմ կարիք չկա դա գաղտնի պահել հասարակությունից, թե ինչի համար չի հրապարակում, միգուցե չկա ընտրված նմանատիպ քարտեզ, միգուցե այլ սկզբունքով են սահմանազատում անում։ Ըստ քարտեզագիրների ճիշտ կլիներ, որ այս փուլում գոնե սահմանազատման գործընթացը տեղի ունենար այն հատվածներում, որոնք Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանից։ Ադրբեջանի 21 թվականի մայիսյան եւ 22 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիաների ու ներխուժումների հետևանքով բռնազավթվել է Հայաստանի 250 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքը։ Մեզ համար կարևոր է։ Խնդիրը կայանում է, մենք ունենք անվստահություն դիմացի կողմի նկատմամբ, քանի որ դիմացինը մեզ համար դեռևս մնում է թշնամի։ Մենք իրենց կողմից չենք տեսել խաղաղությանը միտված քայլեր։ Դրանք կարող են լինել, չգիտեմ, ինչ որ սիմվոլիկ, բայց հռետորաբանության տեսանկյունից տեսնում ենք դեռևս թշնամական գործողություններ եւ դա տրամաբանական կլինի, որ սահմանազատվեր ինչ որ մի հատված, որտեղ ադրբեջանական կողմը ներխուժել է հայկական տարածք, օրինակ Ջերմուկի հատվածը, որտեղ ամենախոշոր ներթափանցման կետը ունենք։ Ըստ մասնագետների սահմանազատման արդյունքում, երբ կոնկրետ տեղանքում տեղադրվում է սահմանային սյուն եւ կազմվում է համապատասխան արձանագրություն, այդ հատվածը համարվում է վերջնականապես սահմանազատված։ Մտահոգություններն ըստ փորձագետների շատ են, նախ որ հայկական կողմը հետագայում չի կարողանա վերանել տարածքային բաժանումները, նույնիսկ եթե հետագայում Ադրբեջանը խախտի պայմանավորվածությունները կամ հրաժարվի Հայաստանի տարածքներից զորքերը հետ քաշելուց։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայ-ադրբեջանական խաղաղության գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ Հայաստանի սահմանադրությունը, որտեղ Բաքուն տարածքային պահանջներ է տեսնում։ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար, իսկ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը կախված է խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից։ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովի խոսքով Բաքուն եւ Անկարան համակարգում են յուրաքանչյուր դիվանագիտական քայլ եւ գործում միասնական դիրքորոշմամբ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԻՄԵԴ-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ի թիվս այլ թեմաների անդրադարձել է նաև հայ-վրացական հարաբերություններին եւ դրանց միջամտելու իր իսկ ձևակերպամբ եվրոպական ջանքերին։ Նրա դիտարկմամբ եվրոպական բյուրոկրատիան փորձում է Վրաստանին Հայաստանի դեմ հանել։ Տեղական գործակալները ու նրանց արտասահմանյան հովանավորները փորձում են ինչ-որ կերպ հակադրել մեզ Հայաստանի հետ, այդ թվում համեմատությունների միջոցով, բայց ապարդյուն։ Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանը կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։ Պարզվում է Եվրոպայի լճացման եւ այլ խնդիրների հետ մեկտեղ եվրոպացի բյուրոկրատները նաեւ աշխարհագրության դասերից լավ չեն։ Եվրոպական բյուրոկրատիային չի հաջողվի Վրաստանին Հայաստանի դեմ հանել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Չնայած Հայաստանի իշխանությունների պնդումներին, թե հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական համապատասխանաբար խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման գործընթացներն իրարից անջատ են, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հակառակն է հայտարարում, ասում է, դրանք զուգահեռ են զարգանում։
Բաքուն ներգրաված է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ժամանակակից պատմությունից միջազգայնագետը այսպիսի օրինակ չի մտաբերում, ասում է արդի աշխարհակարգում իր խոսքով փոքրինչ տարօրինակ է այս գործելավոճը։ Միգուցե ժամանակին Սրբազան դաշինքի ժամանակ մի 200 տարի առաջ դա պրակտիկա էր, բայց ես չեմ հիշում ժամանակակից միջազգային հարաբերություններում, երբ երկու առանձին պետությունների հետ հարաբերությունների կարգավորման համար զուգահեռ բանակցություններ վարվեն, այն դեպքում երբ երկուսն են նույն նպատակն են հետապնդում, եւ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Թուրքիան, որ օրերս Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացրեց, թեպետ ձեռք բերված պայմանավորվածություններին, մեր երկրի հետ սահմանը ըստ ադրբեջանցի դիվանագետի կբացի միայն այն դեպքում, երբ Հայաստանը փոխի սահմանադրությունը մայր օրենքի հանելով այսպես կոչված բոլորային տարածքային պահանջները, որոնք Բաքվին են ներկայացնում, հայտարարել է Մամեդովը։ Հայ-թուրքական սահմանը կբացվի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների գործընթացը ավարտին կհասցվի։ Հայերը հանրաքվե կանցկացնեն եւ կփոխեն սահմանադրությունը։ Երբ տարածքային պահանջները վերացված կլինեն, ԱՄՆ-ում նախաստորագրված Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագիրը կստորագրվի, իսկ հայ-թուրքական սահմանը կբացվի։ Փաստորեն Բաքվի նախապայմանը նաև Անկարայինն է։ Փաստացի ըստ մասնագետների այնպես չէ, թե Անկարան չուզենալով է դարձել Բաքվի գերին։ Հայաստանի հետ հարցերը պարզելու այս փուլում, ինչպես բնորոշում է պաշտոնական Երևանը։ Հիշենք, նախորդ տարվա օգոստոսին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վկայությամբ նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթուղթը վերջնական չի դառնում, քանի որ այդ ճանապարհին մեր սահմանադրությունը կանգնել է ադրբեջանցիների կոկորդին, ավելի կոնկրետ մայր օրենքի նախաբանի հղումը երրորդ հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ ամրագրել ենք Արցախի հետ վերամիավորվելու մեր ազգային նպատակը, եւ Բաքուն արդեն գրեթե 1 տարի աշխարհի աչքին խաղ է խաղում, այն ներկայացնելով իբրև տարածքային հավակնություն, միակ խոչընդոտը բարիդրացիության ճանապարհին։ Շատ տարօրինակ է, որ Հայաստանը հարց չի ուղղում Թուրքիային, թե երրորդ պետության հետ մեր հարաբերությունները ինչ կապ ունեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ։ Ուղղակի Հայաստանի ներքին գործերի միջամտություն է։ Եվ այս պարագայում բանակցություններ նման ձևաչափով Թուրքիայի հետ Հայաստանը արդեն չպետք է վարի, բայց զարմանալիորեն դրա հետ կապված կարծես ոչինչ չենք լսում։ Հայաստանի սահմանադրությունը փոխվի, մնացած բոլոր նախապայմաններն էլ նույնիսկ եթե կատարվեն փորձագիտական վերլուծական համայնքում այսուհանդերձ հավանական չեն համարում, թե Անկարան կբացի Երևանի հետ սահմանի դռները։ Մասնագետները հակիրճ են ձևակերպում։ Իրենց դա պետք չէ։ Հայաստանում չկա բնակավայր, որտեղ բնակիչները չեն բախվում մի նյարդատար խնդրի։ Իրենց անշարժ գույքի հետ որևէ գործարքի պահին մեկ էլ պարզում են, որ դրա կոորդինատները համադրվում են հարևանների կամ համայնքի հողատարածքների կոորդինատների հետ։ Ինչ է լինում դրանից հետո։ Մարդը բախում է տասնյակ դռներ, հավաքում հարյուրավոր փաստաթղթեր, ծախսում տարիներ, որպեսզի լուծի այդ խնդիրը։ Հողատարածքի վրա շենք է կառուցել, կադաստրային քարտեզների ճշգրտման արդյունքում պարզվել է, որ օրինակ իր կառուցած շինությունը մի 20 քառակուսի մետրով ավելի մեծ է, քան իրականում պետք է լիներ։ Կոտայքի մարզում գիտեմ հողեր, որ X մարդը գիտի, որ այս 1000 մետրը Իրանն է, բայց 10.000 մետր այն կողմը Իրանը, ոչ մի բան արած չի, բայց այսօրվա դրությամբ դա ստացել են, ասենք 15-20 տարի առաջ։ Օրենսդիրները նկարագրում են կադաստրային հանույթներում արկա անճշտություններից մի քանիսը։ Դրանք չափազանց բազմազան են եւ կապված են կադաստրային քարտեզների սխալների հետ։ Դրանք էլ կապված են նախկինում կիրառվող տեխնոլոգիաների հետ, որոնք չեն եղել այնքան ճշգրիտ, որքան ներկայում են։ Հույս կա, որ այդ սխալների շտկման process-ում պետությունը կսկսի աջակցել քաղաքացիներին։ Մասնավորապես օրենսդրական փոփոխությունների արդյունքում կադաստրի կոմիտեն է իր վրա վերցնելու քարտեզների ճշգրտման գործընթացում առաջացող խնդիրների լուծման մեծ մասը։ Քաղաքացին, եթե ունի որոշակի խնդիր, որը որ օրինակ կապված է համաձայնությունների հետ, այսինքն պարզ ընթացակարգով լուծման ենթակա կադաստրային քարտեզի ուղղման մասին չի խոսքը։ Քաղաքացին գալիս է դիմումը ներկայացնում է կադաստրի կոմիտե, եւ կադաստրի կոմիտեն արդեն վարույթի բոլոր գործողությունները, այսպես ասած, վերցնում է իր վրա։ Կադաստրի կոմիտեն ինքնուրույն եւս կարող է իրականացնել քարտեզների շտկում, եւ եթե գետնի վրա այդ գործընթացում որևէ բան չի փոխվում, դրա մասին նույնիսկ կարող է չտեղեկացնել քաղաքացիներին, կարիք չկա ստանալու նրանց համաձայնությունը։
Երբ հարևանները տարբեր հողատարածքներ են օգտագործում, չիմանալով, որ իրականում իրենց հատկացված հողամասերը այդ հողամասերը չեն, սակայն տարիների ընթացքում առանց վեճի, առանց խնդրի ամեն մեկը օգտագործել է մյուս անձին, օրինակ սեփականության իրավունքով պատկանող հողամասը, այդտեղ կառուցապատում է իրականացրել, ունի գույք եւ այլն, այս հարցերի հետ կապված եւս այո, նախագիծը նախատեսում է որոշակի կարգավորումներ։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև նյութական փոխհատուցման կարգը այն դեպքերի համար, երբ կադաստրային քարտեզների ճշգրտման process-ում մի քանի տասնյակ տների հատակագծերի ուղղման process-ում ինչ-որ մեկը ի վերջո հողատարածք կկորցնի։ Տվյալ դեպքում մարդուն փոխհատուցելու են քառակուսի մետրի կադաստրային արժեքի չափով, որը հիմա նույնացվել է շուկայական արժեքին։ Բարեկային ծառայության աշխատանքի շաբաթական ամփոփումներում պարբերաբար ֆիքսվում է հայտնաբերվել է այսքան տեսակի, այսքան ծավալի թմրանյութ, այսքան մարդ է բերման ենթարկվել, այսքան գործ է հարուցվել։ Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ազգային անվտանգությանը սպառնացող խնդրի է վերածվել վերջին տարիներին։ Կարծես մասշտաբային պայքար է գնում դրա դեմ, սակայն օրերս խորհրդարանում հրապարակվեցին վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ այս հոդվածով հարուցված գործերի փոքր մասն է արդյունք տալիս։ 2023 թվականին տվյալ հանցագործությունների տարվա ընթացքում գրանցվել է հանցագործության 4556 դեպք, որոնցից դատարան է գնացել մեղադրական եզրակացությամբ 940-ը։ Այսինքն մոտ 20%-ն գործերի, որոնք մեղադրականով գնահատվել է դատարան։ Այսինքն թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով հարուցված 5 գործից մեկն է հասնում դատարան, իսկ դատարանում դրանցից քանիսն է ավարտվում մեղադրական եզրակացությամբ դժվար է ասել։ Վերջին տարիների կտրվածքով մենք ունեցել ենք աճ արդեն դատվածների թվի մակարդակով, այսինքն սա թույլ պիտի տա մեզ եզրակացնելու, որ նախաքննության տեմպերը եւս գնալով արագացել են։ Խնդիրն այստեղ քննիչների դանդաղ կոտությունը կամ արագագործությունը չէ, բացատրում են իրավաբանները։ Տարիներ առաջ փոխվել է քրեական օրենսգիրքը եւ հիմա թմրանյութերի պահման ցանկացած կասկածի դեպքում քրեական բարույթ է հարուցվում։ Այսինքն վերացվել է սկզբնական ֆիլտրը, որի շնորհիվ անհեռանկարային գործերը չէին հասնում քննիչին։ Լրացուցիչ ծանրաբեռնվածությունը դա բոլորի համար, քննիչի համար, դատախազի համար, փաստաբանների համար, բոլորի համար, որովհետեւ ամենատարական, չգիտեմ, այն ամենաակնհայտ դեպքերում անգամ երբ որ հանցագործության որևէ տար, որևէ հատկանիշ տեսանելի չի, պարտավոր են նախաձեռնել քրեական բարույթ, որովհետև օրենքն է այդպես։ Այսինքն գործի հարուցումից հետո է միայն պարզվում հայտնաբերվածը թմրանյութ է, թե ոչ, որքան է ծավալը բավարար է քրեական հետապնդումը շարունակելու համար, թե process-ը գնալու է վարչական ընթացակարգով։ Օրինակ կանեփի դեպքում զգալի չափը 5 գրամից է սկսվում եւ մինչեւ 5 գրամ հայտնաբերելը դա քրեորեն հետապնդելի արարք չի։ Կա եւս մեկ խնդիր՝ ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումների կողմից քրեական դատավարության կարգի խախտումները։ Ասենք խոզարկությունով հայտնաբերվում է թմրանյութ, գործը քննվում է եւ ընթացքում պարզվում է, որ խոզարկությունը կատարվել է առանց տեսանկարահանման, որը օրենքի պահանջ է։ Արդյունքում թմրանյութը ճանաչվում է անթույլատրելի ապացույց եւ գործը փակվում է։ Թմելու ջուրը sense քանորա գնում կորմա։ Շենգավիթում խմելու ջուրը մի քանի օր է աննպատակ հոսում է, խողովակն է վնասվել, ջուրը նույնիսկ տներ ու բակեր է լցվում։ Բալի ժողովուրդ։ Ջուրը Վիոլիա ջրից բնակիչներին պատասխանել են, որ ընկերությունն իր հասանելի կորսն արել է, մինչդեռ խմելու ջուրն այս օրերին ոչ մի րոպե չի դադարել հոսել։ Համ ջուրն է ափսոս, համ երեխեքն են մեղք, համ մենք ենք մեղք, որ սենց վիճակով ապրում ենք։ Հա վիոլա ջուր չեք զանգել ժողովուրդ։ Եկել են, սենց թանդել են, չեն կարողացել սարքել, գնացել են։ Բայց այս չունել գնում կորմա, չէ։ 5 օր, 4-րդ օրն այսօր այս վիճակի մեջ ենք մենք։ Իսկ թաղապետարան զանգել է քաղաքապետ։ Իրանք են եկել սար, իրանք են զանգել, եկել են սարքել են։ Էսի սարքելա։ Էսի կոշմա սարքել։ Են որ ասма հունքը սարքելու փոխային աշկն են անել։ Աշկն են հանել, այո։ Ու այս խմելու ջուրը տոննաներով գնում կորմա։ Այո։ Երևանցիներն էլ ստիպված քաղաքային իշխանության ուշադրությունն են հրավիրում։ Ուզում են, որ արագ գործեն, ասում են բազմաթիվ ընտանիքներ կան խմելու ջուրը գնում են, մինչդեռ այստեղ այն աննպատակ կորչում է։ Մայիսի 18-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին 32-ամյա Սիրվարդը BMW X5-ով բախվել է երկաթե պատնեշներին, կոտրել դրանք մոտ 30 մետր գլորվելով, բախվել քարերին ու հայտնվել դաշտում։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը եւ գումարտակի ծառայության տեսուչ օրվա պատասխանատու Կարլեն Բաղյանը։ Մայիսի 18-ին Բեմբեն Իսակովի պողոտայում բախվել է Մերսեդեսին, այնուհետև Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թույլատրելի հատվածում կայանված թիվ 61 երթուղին սպասարկող ժոնգթոնգ ավտոբուսին։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, հետո օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Լոր Արաքելյանի գլխավորությամբ։ Մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսը Գևորգ Չաուշի փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել Մայթին։ Բախվել Երկաթե Էլեկտրասյանը։ Տուժած չկա։ Անեսել թայնա։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 4 գումարտակի Պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Մայիսի 17-ին Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել են 29-ամյա Դավիթի Լադան եւ 41-ամյա Դավիթի Օփել Զաֆիրան։ 2 հոգի տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, 2 հոգի Մասիս բժշկական կենտրոն, որտեղից մեկ ով անչափահաս է տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։